Այսօր հունվարի 12-ին դատական իշխանության օրվան նվիրված միջոցառում էր տեղի ունեցել Երևանի Դվին հյուրանոցային համալիրում։ Միջոցառմանը ներկայ էին Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Նիկոլ Փաշինյանը, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Արդարադատության նախարար Սրփուի Գալյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը, դատավորներ ու դատախազներ, ինչպես նաև ազգային ժողովի պատգամավորներ։ Միջոցառումը լուսաբանելու նպատակով տարբեր լրատվամիջոցներից լրագրողներ ևս այցելել էին հյուրանոց, սակայն այստեղ լրագրողների աշխատանքը խոչընդոտվեց անվտանգության աշխատակիցների կողմից։ Առավել մանրամասն կպատմեն մեր տեսախցիկի արձանագրած դեպքերը։ Դուք 2 րոպեն մեկ տարածքներ եք սահմանում, չէ՞, ես 5 րոպե մեկ դուք սահմանեք, կներեք օրենքով ցույց տվեք այդ տեղը, ոչ։ Ներեցեք։ Մի րոպե, ինչ նշանակում չեք առաջանում։ Դուք ով եք, դուք Ես լրագրող եմ։ Դուք արտոնված լրագրող չեք, ես Ինչ նշանակում արտոնված կամ չարտոնված։ Դրսում բաղա ձեր գործողությունները կարող եք անել։ Դուրս եք։ Ինչ նշանակում գրանցվել։ Միջոցառման մասնակից պետք է գրանցվել ու այդ ժամանակ Պարոն Դանելյան, կմոտենաք։ Ժողովրդավարության մասին խոսող Նիկոլ Փաշինյանը իրեն անգամ մոտ չթողեց լրագրողներին։ Հսկողությունը իհարկե նույնը չէր Վահագն Խաչատուրյանի դեպքում։ Նիկոլ Փաշինյանը մեքենա նստելուն պես անվտանգության աշխատակիցների հսկողությունը փոքր-ինչ մեղմացավ։ Վերջ գնացել է Նիկոլ Փաշինյանը։ Նախագահի